Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, առաջիկա րոպեներին դիտեք։ Տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության համակիրը ընտրակաշարք տալու մեղադրանքով ձերբակալվել է Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը, հայտնի կանդազմականվամբ։ Բոլորի ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն հանգամանքի։ Հակընդդեմ հայց դիտորդական առաքելության դեմ նրանք վարչապետի տիկնոջը Աննա Հակոբյանն էլ մտադիր է ընդդեմ անկախ դիտորդի եւ նրա անդամ Դանիել Իոնիսյանի իրավական գործընթաց սկսել։ Դա սահմանադրական իրավունքներն են։ Բաքուն հայկական եկեղեցիների ոչնչացումն ապօրինի կառույցների քանդում է անվանում, Երևանը լուռ է։ 4 տարի անց վարչապետի Շարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործը դատարանում է, աղջիկա ծնողները արդարադատության փնտրտուքի մեջ։ Հեղուկ գազ կամ չկա կամ թանկ է, պատճառը որն է։ Թե չկա, թե չեմ բացում, թե ինչ չեմ Արաղչին հանդիպեց Պուտինին, մերձավոր արևելյան հակամարտության բանակցությունների շարունակություն կլինի։ Со своей стороны будем делать все, что отвечает вашим интересам, отвечает интересам всех народов. Նախ այսօր տեղի ունեցած նոր ձերբակալության մասին։ Հերթական մեղադրանքը Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչի դեմ։ Այս անգամ ընտրակաշարք տալու մեղադրանք է ներկայացվել կանդազմականվամբ հայտնի Արթուր Ավանեսյանին։ Հակակոռուպցիոնը որպես հիմնավորում նաև գաղտնալսման կտորներ է տարածել, ընդդիմադիր ուժից մինչդեռ պնդում են Ավանեսյանը մեղքը չի ընդունում։ Արդյոք ամպեր են կուտակվում ուժեղ Հայաստանի գլխին։ Կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավարի նկատմամբ մեղադրանքը եզակի չէ։ Մինչ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցման փուլն է, իրավապահների հայտարարած բացահայտումներին ընդդիմադիր ուժից պատասխանում են, թե ընտրակաշարքի եւ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերջին օրերին ներկայացվող մեղադրանքներով իրենց դաշինքը չգրանցելու հող է նախապատրաստվում։ Հակակոռուպցիոնն այսօր ձերբակալեց, ապա մեղադրանք առաջադրեց ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արցախյան պատերազմների մասնակից կանդազմականվամբ հայտնի Արթուր Ավանեսյանին։ Նախկին հետախույզը եւ նրա հետ ձերբակալված եւս 3 հոգի, որոնց անունները չեն հրապարակվել, մեղադրվում են ընտրակաշարքի հոդվածով։ Պարզ չէ արդյոք միջնորդելու են, որ կալանավորեն ձերբակալվածներին։ Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու եւ այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։ Ավելի ուշ իրավապահ կառույցը հրապարակեց գաղտնալսումներ, որտեղ ենթադրաբար Արթուր Ավանեսյանը Արցախի բարբառով խոսող տղամարդուն պատմում է, որ ուժեղ Հայաստանի թիմում է, որ ընդդիմադիրների իշխանության գալուց հետո լավ է լինելու, խոսում ինչ որ միջոցառմանը ներկայանալու կարևորության մասին։ Շամպանսկի պենչի պերիպտրիքսն է։ Ալա չէ, շամպանսկին տրեքսնանը սեմսի 7-ը։ Ըստ հակակոռուպցիոնի հրապարակած ձայնագրության Արթուր Ավանեսյանը քաղաքացուն դրական պատասխան է տալիս, երբ հարցնում է իրեն պաշտոն կտա բանակում։ Հրապարակված գաղտնալսման մեջ քվեի դիմաց փող տալու մասին ակնարկ չկա։ Ինչա ախպերտա գուրտատ է մուրտատ է այնում տեղտա։ Չէ, դա քաղաքական նա պատրաստում կընտրությունների։ Մինչ քննիչները պնդում են, որ տվյալներ ունեն, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի համակիրը իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրողներին խոստացել է աշխատանքի ընդունել, ուժեղ Հայաստանից հայտնում են, որ Արթուր Ավանեսյանը մեղքը չի ընդունում։ Պատգամավորի թեկնածու Արեգա Հովսեփյանի խոսքով Ավանեսյանի տանն իրականացվել է խուզարկություն։ Խուզարկության ընթացքում որևէ առարկա քրեական վարույթին առնչվող չի հայտնաբերվել, ավելին ապօրինի որևէ առարկա չի հայտնաբերվել։ Ուժեղ Հայաստանին առնչվող մեկ այլ վարույթի մասին այսօր առավոտյան հաղորդեց նաև քննչական կոմիտեն։ Շիրակի մարզի մի ընտանիքի 4 անդամ, այդ թվում անչափահասը, մեղադրվում են հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հոդվածներով։ Ըստ իրավապահների նրանք մի խումբ մարդկանց գումարի դիմաց առաջարկել էին մասնակցել ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում ուժեղ Հայաստանի հանրահավաքին։ Գյուղից մայրաքաղաք տեղափոխվելուց հավաքին մասնակցելուց հետո նրանց 10,000 դրամներ են տվել։ Այս մի գործին ընդդիմադիր կուսակցությունը դեռ չի անդրադարձել։ Ընտրություններին ընդառաջ իրավապահների վարույթները Սամվել Կարապետյանի ուժի դեմ ավելանում են։ Եվս մի քանի գործ էլ հարուցվել է բարեգործության արգելքը խախտելու, ընտրակաշարքի նյութապես շահագրգռելու հոդվածներով։ Ուժեղ Հայաստանից հերքում են, թե ապօրինի քայլեր են արել։
Նախընտրական թեմաներից չհեռանալով։ Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն վարչապետի Տիկինն էլ անկախ դիտորդի եւ նույն դիտորդական առաքելության անդամ Դանիել Իոնիսյանի դեմ է պատրաստվում իրավական գործընթաց սկսել։ Կարծում է խախտվել են իր իրավունքները, երբ հայտարարվել է, թե Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը նախընտրական այս փուլում խախտել է բարեգործության արգելքն ու պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության։ Նա չի պատրաստվում որևէ ծրագիր կասեցնել կամ հետաձգել, վարչապետի Տիկինը այսօր լրագրողներին նաև խորհուրդ է տվել ճշտել։ Իր ղեկավարած հիմնադրամը ասոցացվում է ամուսնու ղեկավարած իշխող ուժի հետ, թե ոչ։ Վարչապետի Տիկին Իմ քայլը հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը հայտարարում է անկախ դիտորդ դաշինքի եւ դրա անդամ Դանիել Իոաննիսյանի դեմ իրավական գործընթաց սկսելու մասին։ Պնդում է, թե դիտորդական կազմակերպության հայտարարությամբ խախտվել է իր սահմանադրությամբ օրենքներով, միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները, նաև քրեական օրենսգիրքը։ Անկախ դիտորդից անցած շաբաթ հայտնեցին, թե դատարան են դիմել Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով։ Նրանց գնահատմամբ նախընտրական փուլում Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը խախտել է բարեգործության արգելքը։ Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարել նախաձեռնելու հետևյալ երկու գործողությունները։ Դանիել Իոնիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը 1 եւ երկրորդ անկախ դիտորդ դաշինքի դեմ հայցադումի ներկայացման հնարավորությունը Իմ քայլը հիմնադրամի գործարար համբավին հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով։ Հակոբյանը, որ տևական ժամանակ է մամուլի ասուլիսներ չի հրավիրել, այսօր լրագրողների հետ հանդիպման եկավ օրենքներից, սահմանադրությունից եւ միջազգային կոնվենցիաներից մի շարք մեջբերումներ առանձնացրած։ Ասաց վճռական է պաշտպանելու իր խախտված իրավունքները, նախ որպես ընտրող, հետո որպես քաղաքացի, կին եւ հիմնադրամի գործադիր տնօրեն։ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ինչը ըստ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ձևավորված դատական պրակտիկայի ներառում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման եւ նվաստացման ձևերը։ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումների հատկապես այս խախտումը, որ ըստ Աննա Հակոբյանի թույլ է տվել դիտորդական առաքելությունը, զարմացրեց Դանիել Իոաննիսյանին։ Կոնվենցիոն իրավունքները կարող են խախտվել պետության կողմից։ Առհասարակ էլ ինձ թվում է, որ այս առումով ինչ որ թերընկալումներ կան, ես ամենայն հարգանքով Տիկին Հակոբյանի նկատմամբ, նորմալ առանց հեգդանքի եմ ասում հարգանքով, մենք իր հետ մի քանի տարի աշխատել ենք հայկական ժամանակ թերթում, երբ որ ես տպվում էի, առանց հեգդանքի եմ ասում հարգանքով, բայց ինձ թվում է իրեն իրավաբան է պետք, որ իրեն կներկայացնի, թե ինչա խոշտանգումը եւ առհասարակ ով կարող է թեկուզ տեսականորեն խոշտանգված չլինելու իրավունքը անձի խախտել, իսկ ով նույնիսկ տեսականորեն չի կարող այդ իրավունքը խախտել։ Անկախ դիտորդի գնահատմամբ հանրահայտ փաստ է, որ Իմ քայլը հիմնադրամի անվանումն ասոցացվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, ինչը նշանակում է, որ ընտրությունների օրվա նշանակումից ի վեր իրականացվող միջոցառումներն առնվազն վարչական վարույթի առարկա պիտի դառնան։ Օրենքով այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ որոնք ղեկավարվում են կուսակցությունների կողմից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, չեն կարող բարեգործություն իրականացնել։ Հակոբյանն այսօր պնդեց, եթե անգամ Իմ քայլը հիմնադրամը ասոցացվում է իշխող կուսակցության հետ, միևնույն է օրենք չեն խախտում։ Փաստերը նրա մասին են, որ Իմ քայլը հիմնադրամի ոչ գործադիր տնօրենը, ոչ հոգաբարձուների մեջ գտնվող անձինք չեն հանդիսանում այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներ, անդամներ, չեն հանդիսանում թեկնածուներ առաջիկա ընտրությունների ժամանակ, այդպիսով չեն խախտում բարեգործության մասին օրենքը։ Իմ քայլը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Լենա Նազարյանը, որն այժմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր է, իսկ նրա ամուսինը Նարեկ Բաբայանը ընդգրկված է նախընտրական ցուցակում։ Հակոբյանը սա խնդրահարույց չի համարում, ավելին հարցնում է, եթե հիմնադրամի ծրագրերը դիտորդական առաքելությունը հիմա գնահատում է խախտում, ինչու 2022-ին, երբ հենց ՔՊ վարչության անդամ Մխիթար Հայրապետյանը
Աղաբեկյաններ հիմնադրամի գործադիր տնօրենը զուգահեռ թիմ ընտրություններ էին, իսկ Իմ Քայլը հիմնադրամն էլ նույն փուլում բարեգործական ծրագրեր էր իրականացնում, անկախ դիտորդը չէր բարձրաձայնում այդ մասին։ Եվ ընդհանրապես Մխիթար Հայրապետյանի Իմ Քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն լինելու ընթացքում տարբեր թիմ ընտրություններ են տեղի ունեցել տարբեր համայնքներում, որտեղ Իմ Քայլը հիմնադրամը զուգահեռաբար իրականացրել է բարեգործական ծրագրեր։ Որևէ ուսումնասիրություն հիմնադրամի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կիրառելու մասով այդ փուլում չի կատարվել։ Ես այս փաստը ևս դիտարկում եմ որպես օրենսդրությամբ սահմանված կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում։ Դիտորդական խմբի անդամ Յոհաննիսյանը ընդունեց, գուցե վրիպել են, բայց եւ հավելեց, եթե Աննա Հակոբյանի ասածները իսկապես համապատասխանում են իրականությանը, ապա իրավապահները պետք է քրեական գործ հարուցեն։ Ըստ նրա, Հակոբյանի նկարագրածը քրեական պատասխանատվության ենթակա արարք է։ Եթե այն ժամանակ դա տեղի է ունեցել, եթե Տիկին Հակոբյանը պնդում է, որ այն ժամանակ այդ երևույթը տեղի է ունեցել, եւ այն ժամանակ ուրեմն գործադիր մարմնի ղեկավար եղել է կուսակցության անդամ, դա նույնիսկ վարչական իրավախախտում չի, դա քրեական օրենսգրքով արգելված արարք է 221 հոդվածով, եւ ուրեմն թող իրավապահները քրեական գործ հարուցեն այդ դեպքում։ Աննա Հակոբյանն այսօրվա ասուլիսին պարբերաբար կոչ էր անում փայփայել օրենքներն ու սահմանադրությունը։ Մոտ 1 տարի առաջ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին մանկապիղծ անվանած վարչապետի տիկինը նաև կոչ էր անում պնդումներ անելիս հիմնվել փաստերի վրա։ Իսկ իր ասած այս պնդումն արդյոք փաստերի հիման վրա էր, թե ոչ, պարզել հնարավոր չեղավ։ Ասուլիսի թեման միայն հիմնադրամի գործունեությունն էր։ Միակ փաստը մինչ օրս նրա այդ պնդման վերաբերյալ այն է, որ այդ մեղադրանքով որևէ բարձրաստիճան հոգևորականի դեմ հարուցված գործ չկա։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Մոլդովայում եւ Հայաստանում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ զբաղվում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վարկաբեկմամբ։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների 2 սենատոր նամակներ էին հղել Մեթա եւ Ալֆաբետ ընկերություններին, կոչ անելով ռեսուրսներ տրամադրել Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվության կանխարգելմանը։ Սենատորները հղում էին արել իրազեկ քաղաքացիների միավորմանը, նշելով, որ այս կազմակերպությունը Մեթայի հարթակների շուրջ 100 էջ է նույնականացրել, որոնք առաջիկա ընտրություններին վերաբերող մանիպուլատիվ բովանդակության քարոզչությամբ են զբաղված։ Այսօր երկօրյա այցով Ֆրանսիա է մեկնել Հայաստանի արտգործնախարարը։ Ըստ նախարարության ծրագրված է հանդիպում ֆրանսիացի նրա գործընկերոջ հետ։ Միրզոյանի այցի ընթացքում նախատեսված է նաև եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։ Սա նախորդում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին եւ Հայաստան-Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցին, որը կսկսի այդ միջոցառումից անմիջապես հետո մայիսի 5-ին։ Բաքուն հաստատեց Ստեփանակերտի մայր տաճարը եւ Սուրբ Հակոբը, որի ոչնչացման վերաբերյալ եւս փաստեր կային, քանդված են։ Ադրբեջանի համար դրանք ոչ թե հոգեվոր շինություններ են, այլ մեջբերում ապօրինի կառույցներ։ Մինչ Երևանը հստակ ձևակերպել է դիրքորոշումը, այս թեմայով միջազգային կառույցներին չի դիմի, արցախցիները անհանգիստ են, թե հենց դա է Բաքվի ձեռքերին ազատություն տալիս, իսկ ադրբեջանցիները դատելով սոցիալական ցանցերում գրառումներից հիմա էլ պահանջում են Արցախի խորհրդանիշ Տատիկ Պապիկի քանդումը։ Երկու ապօրինի կառույցների քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում, հայտարարում են Բաքվից, հաստատելով, որ Ստեփանակերտի մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին այլևս չկան։ Ազատության Պրահայի գրասենյակում արբանյակային թարմ լուսանկարներն են վերլուծել։ Հստակ երևում է, հսկա մայր տաճարի տեղում սպիտակ սալահատակն է, Սուրբ Հակոբի տեղում սև հող։ Կովկասի մահմեդականների վարչությունն է պատասխանել Մայրաթորի օրեր առաջ տարածած հաղորդագրությանը, որում խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Բաքուն հայտարարում է, այս երկու եկեղեցիները օկուպացիայի խորհրդանիշներ էին, մեջբերում հայտարարությունից։ Հայրենի տարածքներ վերադարձող նախկին հարկադիր տեղահանվածները բազմիցս դիմել են պետական մարմիններին, դատականատյաններին, օկուպացիայի ընթացքում կառուցված շինությունների ապամոնտաժման պահանջով։
Այդ ովքեր են վերադառնում Ստեփանակերտում, շատ քիչ էին ադրբեջանցիներն ու ապրում էին Կրկժանի վերին թաղում եւ ոչ եկեղեցու թաղերում, հակադարձում է Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Կոնկրետ Ստեփանակերտ քաղաքում միշտ էլ հայ բնակչությունը ոչ թե մեծամասնություն է կազմել, այլ եղել է գերակշռող։ Այսինքն Ստեփանակերտը միշտ եղել է մեծամասամբ հայաբնակ քաղաք։ Ադրբեջանցիները ապրել են որոշակիորեն Կրկժանի վերին թաղում, ասենք Ստեփանակերտի հարվածան Կրկժանի վերին թաղամասում խորհրդային միության ժամանակաշրջանում եւ մի քանի տեղեր են տարբեր շրջաններից բերված Ալիևի ժամանակ հատկապես 1960-ական թվականներին, որպեսզի փոխեն Ստեփանակերտի թե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդագրական իրավիճակը։ Այնպես որ Կովկասի մայմետականների այդ միության կամ ինչ-որ վարչության հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի։ Միջազգային հումանիտար իրավունքից է խոսում Բաքուն, հիմնավորելով եկեղեցիների ոչնչացումը, գրում են դրանք Ադրբեջանի համաձայնությամբ չեն կառուցվել եւ քանդելով իրենք օրինականություն են վերականգնում, որ խախտվել է իրենց բառով օկուպացիայի տարիներին։ Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի, դա ոչ թե օկուպանտների, այլ բնիկների մշակույթն է։ Դա որևէ իրավական, միջազգային իրավական որևէ բանի չի դիմանում, որովհետև շատ վաղուց Արցախի հայ բնակչության իրավունքը դեռևս սկսած ԵՀԿ խմբի համանախագահների բոլոր հայտարարություններում, բոլոր փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը որպես բնիկների եւ եթե մենք օկուպացիան ենք, ապա խորհրդային միությունը ինչի համար ադրբեջանական խսեկազում լղի ինչ ստեղծել։ Ադրբեջանի մահմեդականների վարչությունը 30 տարում կառուցած եկեղեցիների վերացման հիմքեր են ներկայացնում, բայց այդպես էլ ոչինչ չի ասում, իսկ ինչու են քանդել 18-ից 19-րդ դարերի Շուշիի կանաչ ժամը, Մոխրենեսի եկեղեցին։ Բաքուն ինքն իրեն է գովում, հանդուրժող են։ Այդ երկրում կողք կողքի եկեղեցի, մզկիթ ու սինագոգ է գործում։ Եթե իրանք այդպես տոլերանտ են եւ պահպանում են հանդուրժողականը եւ պահպանում են այդ թվում նաեւ հայկական եկեղեցիները բերելով Բաքվի օրինակը, ապա ուր են Նախիջևանի 27000 հուշարձանները, ուր են Հյուսիսային Արցախի հուշարձանները։ Այժմ էլ վտանգված է Արցախի խորհրդանիշ Տատիկ Պապիկի հուշարձանը։ Ճիշտ է, այն կառուցվել է ոչ թե 90-ականներից հետո, այլ խորհրդային շրջանում, բայց արդեն իսկ համացանցելի է այն հողին հավասարեցնելու ադրբեջանական կոչերով։ Ստեփանակերտի Մայր տաճարի ու Սուրբ Հակոբի քանդմանը նույնպես այսպիսի կոչեր էին նախորդել։ Սոցհարթակների ադրբեջանցի օգտատերերը արհեստական բանականությամբ ստեղծված նկարներ են տարածում, որոնցում Տատիկն ու Պապիկն են արդեն քանդող տեխնիկայի տակ։ Հայաստանի իշխանությունն արդեն հայտարարել է միջազգային կառույցներին չի դիմի ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման փաստով։ Մշակութային ժառանգության ոչնչացումը խաղաղության թե թշնամանքի մասին է։ Լրագրողի այս հարցին վարչապետ Փաշինյանը հորդորել էր շրջահայաց լինել։ Ես ուզում եմ ասել ուղիղ եւ առանց սենթևեթանքի, որ ընդհանրապես այս թեմաների նկատմամբ առավել եւս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայրի սուր են։ Արցախի թեմական խորհրդի ատենապետը վստահ է Հայաստանի իշխանության ոչինչ չանելն ավելի սանձարձակ է դարձնում Բաքվին։ Մեկ օրինակ ունի. ադրբեջանցիները Քարինտակի Սուրբ Աստվածածին եկեղեցու վարագույրները պոկել, Սուրբ Սեղանը քանդել ու նամազ էին անում։ Եվրոպական դատարանում Հայաստանի նախկին ներկայացուցիչը Ստրասբուրգ դիմում ուղարկեց վանդալիզմի այս դեպքով։ Ըստ Հովհաննիսյանի, սա զսպող դեր ունեցավ։ Քարինտակ գյուղը ոչնչացրել են, բայց եկեղեցին մնացել է, քանի որ եկեղեցու հարցը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այսինքն եթե պետությունը համապատասխանաբար պետական կառույցները աշխատում են, ապա կարելի է ինչ-որ բան փրկել։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում։ Իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ 4 տարի անց վարչապետի Շարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործը դատարանում է։ Աղջիկա ծնողները արդարադատության փնտրտուքի մեջ։ Հեղուկ գազ կամ չկա կամ թանկ է, պատճառը որն է։ Թե չկա, թե չեմ բացում, թե ինչ չեմ բացում։ Արաքչին հանդիպեց Պուտինին, մերձավոր արևելյան հակամարտության բանակցությունների շարունակություն կլինի։ Со своей стороны будем делать все, что отвечает вашим интересам, отвечает интересам всех народов.
4 տարի անցավ Սոնա Մնացականյանի մահվանից։ Վարչապետի Շարասյան մահացու վթարի գործը դեռ հանգուցալուծված չէ ու միշտ դատարանը վճիռը չի հրապարակել, վարորդն էլ ազատության մեջ է դրան սպասում, կողմերը հակադարձություններ են փոխանակում։ Երեկ լրացավ վարչապետի Շարասյան վրա երթից մահացած հղի կնոջ Սոնա Մնացականյանի մահվան 4-րդ տարին։ Ողբերգական վթարի վայրում քաղաքացիները երեկ ծաղիկներ էին խոնարհել։ Հայրը Մացակ Մնացականյանը դժգոհ է։ Դստերը մահացու վրա երթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն այս 4 տարիների ընթացքում ոչ միայն աշխատանքից չի ազատվել, այլև ընդամենը 1 օր է մնացել անազատության մեջ։ Միջև հիմա ոչ մեկը չի պատժվել։ Վարորդը շարունակում է աշխատել։ Ընտանիքը պահանջում էր 4 տարվա ազատազրկում, բայց առաջին ատյանի դատարանը 1.5 տարվա ազատազրկման որոշում է կայացրել։ Երկու կողմերն էլ բողոքարկել են։ Վարորդի փաստաբանն առհասարակ պահանջում է անմեղ ճանաչել իր պաշտպանյալին։ Վերաքննիչի վճիռը սպասվում է մայիսի 18-ին։ Սոնայի հայրը մտավախություն ունի, եթե իրենք կամ մյուս կողմը վերաքննիչի որոշումից դժգոհ լինեն ու այն վճռաբեկ դատարանում բողոքարկեն, գուցե լրանա այս գործի վաղեմության ժամկետը, իսկ դա մյուս տարվա ապրիլին է։ Հայրը այլ դժգոհություններ էլ ունի։ Ես մտավախություն ունեմ, որ ձգձգում է, որպեսզի վաղեմության ժամկետը լրանա։ Ինչ վերաբերում է ՇԿ-խմբի ղեկավար կազմի նկատմամբ պատիժը, դա вообще քննարկվել է։ Չնայած դատարանն ապացուցել է, որ վարչապետին ուղեկցած Շարասյան առաջին մեքենայի վարորդը Արամ Նավասարդյանը գերազանցել է արագությունը, նրա փաստաբան Ռուբեն Բալոյանն այս բոլոր 4 տարիների ընթացքում պնդում էր հղի կինը չի ենթարկվել խաչմերուկը կարգավորող տեսուչի հրահանգին։ Ինքը հետ քայլի ժամանակա վրա էր ենթարկվում։ Երբ որ խաչմերուկում կա կարգավորող, ուրեմն չի գործում ճանապարհային նշանները, գծանշումները եւ լուսացույցի ազդանշանները։ Լավ, ինչքան պետք է բացատրենք ու ասենք, որ կարգավորող կա, ուրեմն Սոնա Մնացական կանաչ լույսի տակով չի անցել։ Անցել է կարմիր լույսի տակով, այսինքն կարգավորողի արգելող ազդանշանի տակ է ինքը ճանապարհը հատել։ Դժոխ կողմի հակադարձումը մեկն է, խաչմերուկը պատշաճ փակ չի եղել, հակառակ դեպքում Սոնա Մնացականյանը հնարավորություն անգամ չէր ունենա հասնել վտանգավոր գոտի։ Իսկ ով է վարորդ Նավասարդյանին ասել, որ խաչմերուկը փակ է ու նա կարող է անցնել։ Այս հարցի պատասխանն ըստ Տուժողի ընտանիքի փաստաբանի Շարասյան մեքենաների միջև տեղի ունեցած ռադիոկապի ձայնագրությունները կտային, բայց դրանք չկան, ոստիկանությունից ասել են, տեխնիկական անսարքության հետևանքով չի ձայնագրվել։ Փաստաբան Ռաֆի Ասլանյանը մի քանի անգամ պահանջել է, որ փորձաքննություն սկսեն, հասկանալու համար ուր են դրանք, ինչպես են անհետացել։ Դատարանները 2 անգամ պարտավորեցրել են նշանակիկ փորձաքննություն։ Դատախազն ինչ ասում, ընդունենք փչացած է, նշանակենք ինչ անենք։ Դատավորը Յուզբաշյանն ասեց, նշանակեք պարզեք, սա մեխանիկական եղանակով է փչացած, արհեստական կերպով, թե փչացած է եղել։ Դա սա էլ են վախում անեն, որովհետև կարող եք պարզել, որ միջամտել են։ Դժոխ կողմը պահանջել էր, որ դատարանի առաջ կանգնեն նաև վարչապետ Փաշինյանին ուղեկցած Շարասյան ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Ըստ փաստաբանի, այդ գործը փաստացի սառեցված է։ Հաջորդ տարի դրա վաղեմության ժամկետն էլ կլրանա։ Փաստաբանը հիշեցնում է կառավարության որոշմամբ հենց Շարասյան ղեկավար կազմն էր պատասխանատու արագության համար։ Սակայն նրա պնդմամբ դատախազությունը շարունակ նշել է, որոշումը կա, բայց կիրառման հստակ մեխանիզմները չկան։ Հղի կնոջ ողբերգական վրա երթից հետո փաստաբան Ռաֆի Ասլանյանի պնդմամբ օրենքը փոխվել է։ Արագության համար պատասխանատվությունն ուղղակի հանվել է Շարասյան ղեկավար կազմի ուսերից։ Կառավարությունը հանեց այդ պատասխանատվությունը դրեց վարորդների վրա։ Վարորդները պատասխանատվություն են կրում իրենց արագության համար, վերջ։ Հանեց որ հետագայում դες դեպք կլինի, էլ այս խնդրին չբախվեն։ Իրենց ապահովագրելու համար, այսինքն այս ջայլամային վարկագծով էլի միանգամից էդ էլ լուծեցին պրծան։ Մնացականյանի ընտանիքը 10 միլիոն դրամ գույքային հայց էր ներկայացրել հուղարկավորության եւ գերեզմանի ծախսերի դիմաց, սակայն դատարանը բավարարել է մասնակիորեն 4 միլիոն դրամի չափով։ Անցած տարի իրեն ուղեկցող Շարասյան մասնակցությամբ վթարի մասին հարցերին պատասխանելիս Փաշինյանն իրեն համեմատել էր մետրոյի վերջին վագոնում նստած ուղևորի հետ։ Ցավակցել եմ, ցավակցում եմ, ցավում եմ։ Ես նույնիսկ վկա չեմ այդ գործով, որ գնամ վկայություն, որովհետեւ ես չեմ էլ տեսել։ Դա ինչ ես մեքենայի մեջ նստած եմ եղել, մեքենայի մեջ շարունակել եմ նստած մնալ։ Պատկերացնում եք ինչ, ասենք դուք մետրոյի վերջին վագոնում նստած եք, առաջի վագոնը գնում մարդա վրա երթի ենթարկում։ Դուք ինչ կապ ունեք այդ դեպքի հետ։
Սոնա Մնացականյանի մահվանից 4 տարի անց ընտանիքը շարունակում է ծանր հոգեբանական ու առողջական վիճակում մնալ։ Նիստերից չբացակայող հորեղբայրը դատարանում սրտի կաթված էր ստացել։ Սոնայի հայրը Մացակ Մնացականյանը մի քանի անգամ սրտի վիրահատություն է տարել։ Սրտին 3-րդ ստենտն անցած տարի է տեղադրվել, իսկ մանկաբույժ մայրը փակվել է տանը։ Կինս դեպքից հետո չի աշխատում, տենց ինքնափոփ տանը նստած է։ Մեր ընտանիքը Վարորդ Արամ Նավասարդյանը դատարանում ընտանիքից ներողություններ խնդրել, ասել, որ Սոնայի մահը նաև իր ցավն է, բայց շարունակել էր պնդել, ինքն անմեղ է, արագություն չի գերազանցել։ Սոնայի հայրը սակայն պահանջում է, որ վարորդը բանտում կրի իր պատիժը, դեմ է, որ խափանման ավելի մեղմ մեթոդ կիրառվի։ Որտեղ բանտում է, որ մեղադրյալը զգում է իր մեղքի ծանրությունը։ Ազատության մեջ ոչ մեկ մեղքի ծանրություն չի զգա, շփվելով իր հարազատների եւ ընտանիքի հետ։ Այլ թեմաների մասին մայրաքաղաքում հեղուկ գազի պակասուրդ կա, որտեղ էլ հնարավոր է գտնել արդեն զգալի թանկ է գինը։ Իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանն է փորձել պարզել ինչու են վարորդները այդ խնդրին բախվել ու արդյոք փնտրվում են հաղթահարման ուղիներ։ Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է։ Ունենք միայն չեքում։ Լցակայաններում վարորդներին պատասխանում են, չունեն, կետերից մեկում նույնիսկ աշխատակիցներ չկային, քաղաքացիները ստվարաթղթի մի կտոր էին տեսնում, վրան գրված գազ չկա։ Այսօր ցերեկը Երևանի մի քանի լցակայանում վառելիք փնտրեցինք ու չգտանք։ Խոշոր ցանցերից մեկն օրինակ այս օրերին հեղուկ գազ է վաճառում միայն նախապես գնված կտրոններով, այլ տարբերակով չի ստացվի։ Ի վերջո հեղուկ գազ գտանք կենտրոնին մոտ մի լցակայանում։ Ռուսաստանից վառելիքը տեղափոխող բեռնատարը նոր էր տեղ հասել ու գոնե այստեղ մոտ 2 օր հեղուկ գազ կլինի։ 1 լիտրը 255 դրամով էին վաճառում։ Մեքենաների երկար հերթեր առաջացան։ Մի քանի օրում հեղուկ գազը թանկացել է առնվազն 50-ից 70 դրամով։ Չէ, տեղեր կար, պրոստը հերթա։ Հերթա պրոստը։ Ոչ մի տեղ չկա, մենակ ստեղ կա այս արիշի կողմը։ Այստեղ է։ Մենք էլ ենք ահագին տեղ նայել ենք։ Ոչ մի տեղ չկա, չգիտեմ, սա կալոնկեքը փակ է, թե չկա, թե չեմ բացում, թե ինչ չեմ։ Տղամարդու հարցադրումն արդեն մի քանի օր շարունակ հուզում է տասնյակ հազարավոր վարորդներին։ Ինչու հեղուկ գազ չկա։ Թեև վառելիքը մի քանի օրում շեշտակի թանկացավ, իսկ լցակայաններն էլ մեկը մյուսի հետևից դատարկվեցին, կառավարությունից մինչ այս պահը պարզաբանումներ չեն ներկայացրել։ Որն է պատճառը։ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի հետ այսօր կապ հաստատել չստացվեց։ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային անցակետը վերջին օրերին դարձյալ եղանակային պայմանների պատճառով փակվեց։ Բեռնատարները մնացին ճանապարհին։ Մի քանի օրում Հայաստանում հեղուկ գազի պաշարները գրեթե սպառվեցին։ 2 օր առաջ սակայն վրացական կողմը հայտնեց, թե ճանապարհը բաց է, սակայն սահմանափակումներ էլ կան։ Սահմանված հատվածներում բեռնատարները միայն թունելներով կարող են անցնել։ Վրաստանի բնակավայրերից մեկից մինչև Չեչնիա ձգվող շուրջ 300 կիլոմետրանոց ճանապարհահատվածով անցնող 5 տոննայից ավելի ծանր քաշով բեռնատարների ու ավտոբուսների համար երթևեկության ավելի խիստ կանոններ են սահմանվել։ Հեղուկ գազ ներկրող ընկերություններից մեկի ղեկավարը տեսախցիկի մյուս կողմում պատմեց, որ այս պահին հայկական բազմաթիվ բեռնատարներ են մնացել ճանապարհին, հերթեր են գոյացել եւ Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ճանապարհին։ Վառելիքի դեֆիցիտի հարցը կկարգավորվի, երբ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարները տեղ հասնեն։ Մեր զրուցակցի գնահատմամբ շուկայում դեֆիցիտը գուցե առաջիկա օրերին կարգավորվի։ Ցածր գներ սպասել, սակայն կարծես չարժե։ Մեր զրուցակցի խոսքով լոգիստիկ խնդիրներից զատ թանկանում են նաև ինքնարժեքի վրա ազդեցություն ունեցող այլ բաղադրիչները։ Հայաստանը հեղուկ գազ հիմնականում Ռուսաստանից է ձեռք բերում, Իրանից ներկրումն ավելի փոքր ծավալներով է։ Լարսը դժվար անցանելի էր նաև այս տարեսկզբին, իրավիճակը նույնն էր, վառելիք չկար։ Լինելու դեպքում էլ զգալիորեն թանկ էր։ Ընդամենը մի քանի օրում գինը 180-190 դրամից 240-ի հասավ։ Հենց այդ շրջանում, երբ դժգոհության ալիք էր բարձրացել, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մի այսպիսի հայտարարություն արեց։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի եւ բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Մեր գործարարները արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից եւս։ Պապոյանի այս գրառումից հետո 3 ամիս է անցել։ Առայժմ երկաթուղով հեղուկ գազ Հայաստան չի տեղափոխվել։ Թողարկման այս հատվածում էլ տեսնենք ինչ է հայտնի ԱՄՆ նախագահի մասնակցությամբ միջադեպից, որի ընթացքում նաև կրակոցներ հնչեցին։
ԱՄՆ նախագահը կարծում է, որ գաղտնի ծառայությունը գերազանց աշխատանք է արել։ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին հնչած կրակոցների ժամանակ իրեն եւ մյուս պաշտոնյաներին պաշտպանելով։ Այդուհանդերձ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն այս շաբաթ հանդիպում կհրավիրի խոշոր միջոցառումների համար նախատեսված արարողակարգը եւ գործելակերպը քննարկելու համար։ BBC-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան անանում մնալու պայմանով։ Հանդիպմանը կուսումնասիրվեն նաեւ լրացուցիչ տարբերակներ, ապահովելու, որ նախագահի մասնակցությամբ առաջիկա բազմաթիվ խոշոր միջոցառումները սահուն անցնեն։ Վաշինգտոն Հիլթոն հյուրանոցի միջանցքում հնչած կրակոցները բազմաթիվ հարցեր են առաջացրել այն մասին, թե արդյոք անվտանգությունը պատշաճ էր կազմակերպված։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է կասկածյալը վազելով անցնում անվտանգության աշխատակիցների անցակետը, ապա նա կրակոցներ է արձակել, որոնցից մեկը դիպել է անվտանգության աշխատակիցներից մեկի զրահաբաճկոնին։ Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում։ Այնուհետև արդեն ընթրիքի սրահում, որտեղ 2000-ից ավելի մարդեր ներկա, իրարանցում է սկսվում, անվտանգությունը սկսում է արագ տարհանել պաշտոնյաներին։ 31-ամյա կասկածյալը ձերբակալվել է տեղում, նրան մեղադրանք առաջադրվի այսօր ավելի ուշ դաշնային սպայի վրա հարձակման եւ բռնի հանցագործության ժամանակ հրազեն օգտագործելու համար։ Այլ մեղադրանքներ եւս կլինեն, ասել է Կոլումբիայի օկրուգի դատախազը։ Վստահաբար այս շատ փոփոխական իրավիճակում մեզ տրամադրվող տեղեկությունների հիման վրա շատ ավելի շատ մեղադրանքներ կառաջադրվեն։ Մինչ այդ Թրամփն ասել էր, որ կրակոցներն իրեն չեն անհանգստացրել, թեև հրաձիգը իր ընտանիքին ուղարկած մանիֆեստում նշել է, թիրախում եղել են նախագահը եւ կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ես մտահոգված չէի, ես հասկանում եմ կյանքը, մենք ապրում ենք խելագար աշխարհում, CBS News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը։ Հարցին, թե ինչպես է ստացվել, որ գաղտնի ծառայությունը սրահից առաջինը տարհանել է փոխնախագահին, ոչ թե իրեն, Թրամփը պատասխանել է, որ ինքն է ընդդիմացել, քանզի ցանկանում էր հասկանալ, թե ինչ է կատարվում։ Եվ այդ ժամանակ սկսեցինք գիտակցել, որ դա թերևս լուրջ է, պատմել է նա։ CBS News-ի լրագրողը Թրամփին խնդրել է մեկնաբանել Քոուլ Թոմաս Ալենի մանիֆեստի այն հատվածը, որում կասկածյալը նշում է, թե այլևս չի պատրաստվում թույլ տալ, որ մեջբերում եմ մանկապիղծը, բռնարարը եւ դավաճանը իմ ձեռքերը կեղտոտեն իրենց հանցանքներով։ Ըստ էության հղումանելով սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ ԱՄՆ նախագահի ենթադրյալ կապերին։ Ի պատասխան Թրամփը զայրացել է եւ ամոթանք տվել լրագրողին։ Ես սպասում էի, որ կարդաք դա, քանզի գիտեի, որ կկարդաք, որովհետեւ դուք սարսափելի մարդիկ եք։ Այո, նա գրել է դա։ Ես բռնարար չեմ, ես ոչ մեկին չեմ բռնաբարել։ Ես մանկապիղծ չեմ, դուք պետք է ինքներդ ձեզանից ամաչեք դա կարդալու համար, քանզի ես դրանցից ոչ մեկը չեմ։ Ում ինչ Սպիտակ տունը մտադիր է խստացնել նախագահի անվտանգությունը, լրատվամիջոցները մանրամասներ են հայտնում կասկածյալի մասին։ Քոուլ Թոմաս Ալենը սովորել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, մեխանիկական ինժեներ է, խաղերի մշակող եւ ուսուցիչ։ 2024-ի դեկտեմբերին նա ճանաչվել է ամսվա ուսուցիչ։ 2025-ին էլ Կալիֆոռնիայի պետական համալսարանից համակարգչային գիտությունների մագիստրոսի կոչում է ստացել։ Թրամփը Fox News-ին ասել է, որ կասկածյալը լի է եղել ատելությամբ եւ խիստ հակաքրիստոնեական հայացքներ է ունեցել։ Ընտանիքն էլ իմացել է այդ մասին։ Թեև Ալենին ճանաչողները BBC-ին պատմել են, որ նա բարձր ինտելեկտ ունի, բավականին ներգրավված էր եկեղեցական կյանքում եւ շատ լուրջ է վերաբերվում իր հավատքին։ Կասկածյալը նաեւ ակտիվ է եղել սոցցանցերում, Blue Sky-ում այս ապրիլին նա գրել է, որ Թրամփը մեջբերում եմ չարագործ եւ հուսահատ մարդ է։ Նաեւ տարածել է տեսանյութ, որում փոխնախագահն ասում է, թե Ուկրաինային տրամադրվող ռազմական ֆինանսավորման դադարեցումն իր ամենամեծ նվաճումներից մեկն է, ապա հայհոյել է J.D. Vance-ին։ Սա Թրամփի դեմ թերևս երրորդ մահափորձն է, նախորդը տեղի էր ունեցել 2025-ի սեպտեմբերին Ֆլորիդայում Թրամփի գոլֆի ակումբում։ Զինված տղամարդը փորձել էր մոտենալ գոլֆի դաշտին, սակայն գաղտնի ծառայությունը նկատել էր ու սպանել նրան։ 2024-ի հուլիսին էլ Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ տղամարդը մի քանի անգամ կրակել էր Թրամփի ուղղությամբ։ Գնդակներից մեկը թեթև քերծել էր այն ժամանակ նախագահի թեկնածու Թրամփի աչականջը։ Աշխարհի մի շարք առաջնորդներ դատապարտել են միջադեպը եւ աջակցություն հայտնել ԱՄՆ նախագահին։ Այս ընթացքում անորոշ է մնում Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների հեռանկարը, ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է զանգահարել իրենց, եթե ցանկանում են խոսել, հավելելով սակայն, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստեղծելու ցանկացած ծրագրից։ Հակառակ դեպքում մեջբերում հանդիպելու ոչ մի պատճառ չկա։ Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ կարող են զանգահարել մեզ։ Գիտեք, հեռախոս կա, մենք ունենք լավ, անվտանգ հեռախոսագծեր։ Նրանք գիտեն, թե ինչ պետք է լինի համաձայնագրում։ Դա շատ հստակ է։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, այլապես հանդիպման ոչ մի պատճառ չկա։
Պակիստան կատարած այցից հետո Սանկտ Պետերբուրգ է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին։ Այսօր նա հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։ Այս հանդիպմանը զուգահեռ հնչեց Մոսկվայի առաջարկը պատրաստ են միջնորդել Իրանի շուրջ հակամարտությունը կարգավորելու մերձավոր արևելքում խաղաղություն ապահովելու համար, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Լիբանանը հայտարարում է երկրի հարավում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 14 զոհի մասին։ Օդային հարվածները տեղացել են փխրուն հրադադարի ֆոնին, երբ Իսրայելի բանակը իր կողմից օկուպացված բուֆերային գոտուց դուրս գտնվող 7 բնակավայրերի բնակիչներին զգուշացրել էր լքել քաղաքները։ Հեզբոլլահի առաջնորդը այս զարգացումների ֆոնին մերժել է Լիբանանի, Իսրայելի հետ նախատեսվող ուղիղ բանակցությունները, դրանք անվանելով մեջբերեմ ծանր մեղք, որը կխաթարի երկրի կայունությունը։ Լիբանանը ներքաշվեց մերձավոր արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլահը հարձակվեց Իսրայելի վրա, պատասխանելով Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Իսմանությանը։ Սրանք էին թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հիշեցնելով ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է սոցցանցերի մեր էջերում, նույնպես հետևեք, հաջողություն։